Ինչ անակնկալ։ Ընտրություններից առաջ ծրարներով բարի մարդիկը վերադարձել են։ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ փետրվարի 7-ից ընտրական հանցագործությունների փաստերով նախաձեռնվել է 57 քրեական վարույթ։ 22 վարույթի շրջանակում ձերբակալվել է 86 մարդ։ 94 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ 5 մեղադրյալ հետախուզվում է։ 49 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանքի կամ տնային կալանքի միջոց։ Հարցաքննվել է ավելի քան 200 մարդ, խուզարկություններ են եղել մի շարք գրասենյակներում։ Այսինքն, սա մեկ գյուղի մեկ շփոթված մարդ չէ։ Սա արդեն ամբողջ սպասարկման ցանցի է նման։ Մեկը խոստանում է, մեկը փող է տանում, մեկը անուններ է գրում, մեկը բացատրում է ինչպես քվեարկել, իսկ վերևում ինչ-որ մեկը սպասում է թվերին։ Ասում են օգնություն է, ասում են աջակցություն է։ Երբեմն թաքցնում են բարեգործության աշխատավարձի կամ քարոզչական աշխատանքի տակ։ Բայց իմաստը նույնն է՝ էժան գնել ընտրողին, հետո թանկ կառավարել նրա լռությունը։ Մեղավորությունը կորոշի դատարանը, բայց քաղաքացին կարող է ավելի շուտ որոշել մի բան։ Եթե մինչև հունիսի 7-ը փող են բերում, քեզ չեն հարգում, քեզ գին են դնում։ Իսկ Հայաստանը չի վաճառվում գյուղով, փողոցով կամ ընտանեկան ցուցակով։